Նկատել եք Wildberries-ում եւ Ozon-ում, որ ապրանքներն են ավելի լավ վաճառվում։ Ապրանքների որոշ տեսակներ ավելի լավ վաճառվում են Wildberries-ում, որոշ տեսակներ ավելի լավ վաճառվում են Ozon-ում, իսկ դա պայմանավորված է մեծամասամբ կայքերի գույներով։ Գոյություն ունի գունային հոգեբանություն։ Կան գույներ, որոնք որ ապահովում են բարձր վաճառքներ, կան գույներ, որոնք որ ստեղծում են վստահություն, եւ կան գույներ, որոնք որ ապրանքին հաղորդում են թանկարժեք էֆեկտ։ Օրինակ Wildberries-ի գույնը, մանուշակագույնը, ինչպես նաև նարնջագույնը, կարմիրը, վարդագույնը էմոցիա եւ վառ տպավորություն հաղորդող գույներ են, որոնք որ մարդկանց դրդում են էմոցիայի տակ գնումներ կատարելու։ Բայց որոշ ապրանքների պարագայում անհրաժեշտ է վստահությունը։ Նման ապրանքների պարագայում ցանկալի է ապրանքի ֆոտոկոնտենտը կազմել կանաչի կամ կապույտի ֆոնի ներքո, ինչպես օրինակ Ozon-ի պարագայում, որտեղ որ ավելի շատ վաճառվում են այն ապրանքները, որոնց համար գնորդի մոտ պետք է առաջացնել վստահություն։ Եվ կան որոշակի ապրանքներ, որոնց համար պետք է հաղորդել թանկարժեք էֆեկտը, ինչպես օրինակ թանկարժեք զարդեր, թանկարժեք տեխնիկաներ, որոնց համար ցանկալի է կիրառել մոխրագույնը կամ մուգ կապույտը։ Այնպես որ կախված ձեր ապրանքատեսակից ուշադրություն դարձրեք ֆոտոկոնտենտի գունային ֆոնին։